էլի փորձում են ամեն ինչ անեն, այնց անեն, որ այդ 3-ի հանդիպումը չնի։ Հիմա ասեցին ԳՇՊՏ-ի տեղակալը կգա 6 հոգու հետ։ Այդ 6 հոգուն էլ իրանք գիտեք են միշտ շեշտում այդ քանակայինը, որ շատ է սլում, արդեն այնի ասում, արդեն կառուցողական չի ելում զրուցել, մեկը ասում է նրա պատասխանելը չստացած, այն մյուսը կողքից ասում է, ուտես մնում է անպատասխան, բովանդակությունը չի բանում։ Ասեցինք հա թու գա, հեռու չենք բանանելու, էլ ելենք այդ հանգնդեկում, այս կողքը սենյակ կա։ 6 հոգու է, ասը, 6 հոգու հարց չկա, բայց իրանք ակտակավոր մենք էլի չունենք իրան բան ասել, մենք պետք է հարց տանք ասենք, ուր է քո ղեկավարը, ինչի է ձեր ղեկավարը, էսա քանի օր է, ասենք մենք այսքան ժամանակ ոչ մի անգամ ասերան էդոին չենք տեսել։ Դուք կարծում եք հիմա դիտմամբ են ձգձգում հանդիպումները։ Հայտի նորություն չէ, խեք չա։ Այս 5 տարի է վիճակում։ Առավել ևս շեշտում եմ, այս կառույցի հետ պաշտպանության մենք միշտ խնդիրներով ենք ստեղել։ Ոչ միան կառուցեք մենք այսքան պրոբլեմատիկ չի ելը մեր հանդիպումները։ Գիտեք, շատ լավ գիտեք, տնօրենների հետ ենք հատվել, չի եղել sense խնդիր։ Քննչական պետի հետ ենք ինչու որոշվեց պաշտպանության նախարարությունը, որովհետև դուք միշտ ձեր խնդիրները լուծել եք ազգային անվտանգության ազգային անվտանգությունը վերջի իրավիճակը նայելով մենք հասկացել ենք, որ ընդդեից է պետք է ոնց որ ասենք հույսներս կդրենք։ Կամ ընդհանրապես մենք այս երկրի իշխանություններից ենք կորցրել մեր բանը։ Ինչ հերթով ասեմ, հայցերը Եվրոդատարանից հետ են կանչում։ Պաշտպանության նախարարությունը, որ զորակոչել է այդ երեխեքին, տարել է պատերազմ, այսօր ձեռները թափատվեք հաշվերը։ ԱԱԾ-ն ասում է, հա գնում են բանակցում, բայց ԱԱԾ ղեկավարը այսօր գնում է 10 հոգու համար է բանակցում։ Հա ես չեմ ասում, ես ընդեր չեմ էլ ներկա չեմ էլ, ես չեմ կարա հստակ 100%-անց ասեմ, որ ինքը անետվորացների մասին խոսել է թե չէ, էդի չեմ անը, բայց արդյունք ունենք, մեզ հետաքրքրում է արդյունքը, չէ՞ ոչ թե բանակցության ընթացքը, թե հիմա ոնց են իրանք ընդ բանակցում, ինչ են ասում, այդ ինչ չի հետաքրքրում, ինձ կարևորը որի մեր երեխուց լուր բերեն, այդ անետվորացներից հակատագրի վերաբերյալ լուր բերեն, ողջ են, զոհված են, ուր են, բայց սրանք կոնկրետ առաջի, հենց առաջինը, որ մենք իրոք պետք է պահանջենք մեր երեխեքից, դա ոչ ԱԱԾ-ն է, ոչ Կարմիր խաչն է, ոչ կառավարությունն է, պաշտպանության նախարարությունը մենք իրանց ենք տվել, մեր երեխեքը զինվոր են եղել, մեր երեխեքը չեն եղել ԱԱԾ-ի ծառայող կամ չգիտեմ կառավարության աշխատող, զինվոր են եղել, զորակոչվել են բանակ, այս կառույցը տարել է մեր երեխեքին բանակ, տարեկցել է պատերազմի ամենաթեժ կետերը, ու ինքը քաշվել է, վсё, իր միսիան ավարտվեց, բայց դրանց պետք է որ քեզ տվել ենք, բա քեզնից էլ ուզենք բնը, բա ումից ուզենք, երեխեք ջան, դրա համար ոնց նայում ենք այստեղ, մեր ուզելու տեղը այստեղ, հետո ասում եմ մեր իմացած ունեցած տվյալներով, այս կառույցում, այս շենքում կան մարդիկ, որոնք անգամ ես նորից եմ ասում 100% չեմ ասի, բայց իմ ունեցած տվյալը, որ ստեղ իմացել են որտեղ է, իրանց ունեցել են տվյալները, մեր երեխեքը, որ լագերում է, ինչ են արել, խիչ են արել, խիչ են ինչ-որ մի բան արել, որ այդ երեխեքին բերեն, խեն ձեռները թափտված խաշվել են գրախ, վсё, անունը պաշտպանության նախարարությունը, ում են պաշտպանում։ Իսկ այստեղ միջև ժամը քանիսն եք պատրաստվում մնալ, այստեղ շատ չենք մնալու, հեսա այդ ընկա 12-ից տենք, հիմա հեսա կտենանք այդ ԳՇՊՏ-ի տեղակալը, ասել ենք, թող գա փոխանցենք մենք մեր իրան, որ պետքա կարող ինքը արդեն անմիջական իրան պետին երևի կաղաստը չերես ղշով են ուղարկում խաբարը ու շատ ես հասնում, հիմա իրա տեղակալը կգա զանգի կասի շեֆ ջան արիս, տես մարդիկ քեզ են սպասում, կգա, չի գա, հաստատ ընենց կանենք, որ կգան, թող կասկած չունենան, գալու եք 3-ըդ էլ որիդ ասել եմ, գալու եք մեզի աչոտ ունեք տալու, մենք այդ ձեզնից պատասխան ունենք ստալու, կգաք կտա։ Եվս մեկ անգամ կնշեք ովքեր են 3-ը։ Անա, բանի անու ոնց էր, Ասերյան Էդուարդ ԳՇՊՏ, Կամո Վարդանյան և նախկին ռազմական հետախուզության պետ Մարտիկյան, այդ 3 անձինք, ես եմ շնորհակալ։